հարցը, պանդեմիան նախ միացության թվերին չի միացավ այնպես քաղաքական ուժերի, որոնք դիմացի շնորհակալություն տարածեցին եւ այդտեղ բերար նույնիսկ կար վարդերից 5 ուժ միացության թվերը չկա։ Սա խնդրում պատասխանեն ու նաեւ այս օրերին արդեն հետազոտական ֆոնին վերադարձ են հնչում որոշ ուժերի այդում նկատմամբ, որ այստեղ որացնում են միացության թվերի ձայն փոխանցելու համար տեսան, որ ապացուցած, որովհետեւ շուրջ 2% ձայն բախտեն փոխանցի, այսինքն չանց է ճարտարացի շեմը, չնայած որ դուք եք վստահ փոխանցալից, որ ստուդիացիոն պոլիսների փոխանցալը ճիշտ է շեմացի կասած հանցնեն։ Ես կարծեմ Դավիթ Անանյանն ստուդենտական գամիշն պոլիսնակերացում չի հնչել նման բան, այդ հստակացան, որ չի հնչել նման բան։ Ասոյի չեմ իմացում դուք եք այս տեմպոժերտի մասով երկու հարց են, շատ լավ, շնորհակալություն, երկու հարց հնչեցեցիք, առաջին ես կպատասխանեմ, երկրորդին պարոն Գալստյանը։ Կապված հայտարարության հետ, ես նշեցի, երեք մենք տարածել ենք հայտարարություն, ողջունել ենք միասին 6 ուժերի հայտարարությունը եւ ընդհանրապես ընդդիմադիր, եթե կա ընդդիմադիր պայքար, այդ ընդդիմադիր ուժերը պայքարում են եւ պայքարն ուղղված ընտրությունների անվտանգ ճանաչման մենք դա ողջունում ենք։ Մենք հայտարարությունից զատ նորից եմ կրկնում, երկու այն ուժերից մեկն ենք, որոնք իրավական պայքար են սկսել եւ process են սկսել եւ վերահաշվարկի մասով եւ առավել եւս կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու մասով։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Խնդրում եմ նայեք այդ հայտարարությունը, տեսեք որ ուժերն են սկսել։ Չէ, ես ուզում եմ ասել, որ պետք է արժևորել եւ առավել արժեքավորեն այն քայլերը, որոնք արվում են իրավական դաշտում, որովհետեւ իրավական դաշտում արված քայլերը բերում են իրավական հետևանքների։ Եվ մենք որպես քաղաքական ուժ նաեւ տարածել ենք հայտարարություն, ինչպես հունիսի 8-ին ընտրություններին անմիջապես հաջորդ օրը, չընդունելով ընտրության արդյունքները, այնպես էլ հունիսի 15-ին։ Ոչ մի բան չի խանգարում, սա ուղղակի մեր մոտեցումն է եւ կարծում եմ այդ մոտեցումը նաեւ համահունչ է այդ հայտարարությանը, բացեք երկու տեքստերը նայեք եւ փորձեք տեսնել։ Շատ կոշտ հայտարարություն։ Տեսեք, հայտարարությունը քաղաքական բնույթի է, մեր հայտարարությունը քաղաքական բնույթի է, 6 ուժերի հայտարարությունը եւս քաղաքական բնույթի է եւ մենք ողջունել ենք այդ հայտարարությունը։ Սրանով ես կսահմանափակեմ։ Չէ, մենք հստակ ճանապարհ ունենք, որը որ կանխորոշել ենք մեր ուժի համար, եւ այդ հստակ ճանապարհով գնում ենք առաջ։ Հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժ ներքին քննարկումների, բանակցությունների եւ այլն ասում ինքն է որոշում ինչ ֆորմատով, ինչ ձևաչափով դա իրացնել։ Ես կարծում եմ միասնաբար է։ Այո, մենք միասնական թևեր ենք եւ միասնականացել են երկու քաղաքական ուժեր, Շամ Դաշինքը եւ միասնական թևեր կուսակցությունը, ու լավ ճակատ են կազմել եւ այդ ճակատով առաջ ենք տանում պայքարը։